Շատ մոտ ենք մեր նպատակների կյանքի կոչմանը, դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Սակայն սոցցանցում այս գրառումից ժամեր առաջ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնագիր չի կնքելու, քանի որ նրա ձևակերպմամբ առավելություն ունեցող կողմը չի գնում հրադադարի։ Իրանի հրթիռային ներուժը, արձակման կայանքները, ռազմարդյունաբերական բազան, ռազմածովային և ռազմաօդային ուժերը ոչնչացվել են։ Երբեք թույլ չենք տա, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային զենքին։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը միշտ կարող է արագ և հզոր արձագանք տալ։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն էլ գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Մենք ցանկանում ենք զրուցել նրանց հետ, բայց չկա մեկը, ում հետ կարող ենք խոսել։ Եվ գիտեք ինչ, դա մեզ դուր է գալիս, ասել է նախագահը։ Նա վերահաստատել է աջակցությունը և պաշտպանությունը Վաշինգտոնի մերձավոր արևելյան դաշնակիցներին։ Հորմուզի նեղուցն էլ պետք է պահպանվի և վերահսկվի անհրաժեշտության դեպքում այլ երկրների կողմից, որոնք օգտագործում են այն։ ԱՄՆ-ը դա չի անում։ Եթե մեզ խնդրեն, կօգնենք, բայց դա անհրաժեշտ չի լինի, երբ Իրանից բխող սպառնալիքը չեզոքացվի։ Թրամփը հավելել է, լավ կլիներ, որ Հորմուզի նեղուցից ամենաշատն օգտվող Չինաստանը և Ճապոնիան մասնակցեին նեղուցի ապաշրջափակման հնարավոր գործողությանը, որը ցանկանում է նախաձեռնել Վաշինգտոնը։ Նա բողոքել է, որ ՆԱՏՕ-ն վախենում է միանալ ԱՄՆ-ին։ Թրամփը նաև մեկնաբանել է տեղեկությունը, որ Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները Հորմուզի նեղուցին սպառնացող իրանական թիրախներին հարվածելու համար։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Լոնդոնը դեռ վաղուց պետք է նման որոշում կայացներ։ Հրադադարի հավանականությունը մեկնաբանել են Թեհրանից։ Հանդես ենք գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական ավարտի օգտին։ Մի քանի երկիր փորձում է այդ հարցում հանդես գալ որպես միջնորդ։ Թեհրանը բաց է ցանկացած նախաձեռնության համար և պատրաստ է դիտարկել առաջարկները։ Չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին, ԱՄՆ-ը դեռևս պատրաստակամություն չի ցուցաբերել իրական կարգավորման համար։ Նա շեշտել է, Վաշինգտոնն ասում է, թե հաղթում է, բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցը փակելու համար Իրանին ներկայացվող մեղադրանքներին, Արաղչին հայտարարել է, այն փակ չէ նավագնացության համար, որոշ երկրների նավեր Թեհրանի թույլտվությամբ անցնում են նեղուցով։ Իրանական կողմը Տոկիոյի հետ վերջին շփումներից հետո պատրաստ է ապահովել նաև ճապոնական նավերի անվտանգ անցումը։ Դիվանագետը պարզաբանել է, որ անցման սահմանափակումը տարածվում է միայն այն նավերի վրա, որոնք պատկանում են Իրանի վրա հարձակումներին մասնակցող երկրներին։ Հատկանշական է, որ Հորմուզի նեղուցի սահմանափակման և տարածաշրջանի նավթագազային օբյեկտների թիրախավորման հետևանքով աշխարհում հասունացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ԱՄՆ-ը որոշում է կայացրել ժամանակավորապես չեղարկել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը թույլատրել է իրանական այն նավթի և նավթամթերքի տեղափոխումը, որն արդեն բեռնված է նավերի վրա։ Այս նավթը նախատեսված էր ցածր գներով վաճառել Չինաստանին։ Պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա դրան մուտք գործել համաշխարհային շուկա։ Խոսքը մոտավորապես 140 միլիոն բարելի մասին է։ Իրանական նավթի մատակարարումների լիցենզիան ուժի մեջ կլինի 1 ամիս։ Վաշինգտոնը ժամանակավորապես թույլատրել է նաև ռուսական նավթի նկատմամբ գործող պատժամիջոցները նավթի գների աճը կանխելու համար։ Էներգետիկ ճգնաժամը հատկապես սուր է զգացվում Մերձավոր Արևելքում։ Reuters-ը գրում է, որ վերջին ժամերին Իրաքը ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարել արտասահմանյան ընկերությունների կողմից շահագործվող բոլոր նավթահանքերում։ Նշվում է, որ ռազմական գործողությունները խաթարել են Հորմուզի նեղուցով նավագնացությունը, ինչի հետևանքով Իրաքից նավթի արտահանումն արգելափակվել է։ Հրադադարի մասին խոսակցությունների ֆոնին Իրանը և Իսրայելը ամերիկյան ուժերը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իրանական ուժերը հարվածել են Իսրայելի տարածքին, Թել Ավիվի օդանավակայանում վառելիքային բաքեր են թիրախավորվել։ Տեղեկություններ կան, որ Երուսաղեմում հայկական թաղամասից ոչ հեռու հրթիռի բեկոր է ընկել։ Թեհրանը նաև նախազգուշացրել է, որ կարող է հարվածել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող օբյեկտների, հորդորելով Ռաս Ալ Խայմա քաղաքի բնակիչներին տարհանվել։ Պայթյուններ են որոտացել Սաուդյան Արաբիայում, Բաղդադում ամերիկյան բազա է հրթիռակոծվել։ Կրկին թիրախավորվել են Թեհրանը, Թավրիզը և այլ բնակավայրեր։ Ըստ տեղական ԶԼՄ-ների մայրաքաղաքում զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ։ ԱՄՆ-ը և Իսրայելը հարված են հասցրել Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին։ Տեղեկությունը հաստատել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Ռադիոակտիվ նյութերի արտահոսք չի գրանցվել։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հարվածել են նաև իրանական ՀՕՊ համակարգերի։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ զգուշացրել է, որ պատրաստվում են էականորեն ինտենսիվացնել Իրանին հարվածները։ Դիանա Գասպարյան, լուրեր։